Քրիստոս հարյավ է մեռելոց։ Քրիստոս հարյավ է մեռելոց։ Քրիստոս հարյավ է մեռելոց։ Այո, օրհնյալ է մեր Տիրոջ հարությունը, փառք Տիրոջը, սիրելի ժողովուրդ։ Օրհնյալ է մեր Տերը, օրհնյալ է նրա հարությունը, օրհնյալ է նրա մեծ փառահեղ հայտնությունը, որովհետև եթե Տերը հայտնված չլիներ, եթե Տերը այդ մեծ ողորմած Աստված հարություն առաջ չլիներ, այսօր ամբողջ մարդկության համար աշխարհի երեսին գոյատևելը, ապրելը անտեղի եւ իզորու կլներ, անտեղի եւ ոչինչի արժեք չեր ունենալ, որովհետեւ մարդը այս երկրի վրա միայն կտանջվեր, կտարապեր, կչարչարվեր, ցավ տանջանք տառապանք կկրեր եւ մահանալով հավիտյան անդարս դժոխ կգնար, բայց նրա հարության շնորհիվ այսօր մենք կարողանում ենք ասենք, որ մահ ուրաքու խայթոցը գերեզման ուրաքու հաղթությունը, որովհետև մեր Քրիստոսը հարություն առավ։ Եղբայրն ասма բախտ չվիճակվեց գնալու, մեր բախտը վիճակվել է, երկնային թագավորի հետ հանդիպելու, մեր գերեզմանը դատարկ է եւ մեր գերեզմանն է պետք է դատարկ լինի, որովհետև մեր հովիվը, մեր հոգու առաջնորդը հարություն առավ եւ նա այսօր ստեղ է, փառք իրան նրա ներկայության համար։ Սերներ, ես քանի որ պաշտամունքի վերջի բաժինն է, բայց մի քանի կետերով հակիրճ պետք է ձեր համբերությունը չարաշահելով ներկայացնեմ, թե ինչ է ինձ ներկայացնում զատիկ եւ ովքեր պետք է այդ զատկից օգտվեն, ովքեր իզորու են, ովքեր կարող են այդ զատկից օգտվեն եւ ինչի համար այդ զատիկը եղավ եւ ինչ է տալիս իրանից օգտվողներին։ Որտեղ Սուրբ Գիրքը մեր առաջնորդն է, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գիրքը Ելից 12-րդ գլխի մեջ սա այն պատմությունն է տալիս, երբ որ Աստված խոսաց Իսրայելի ժողովրդի հետ։ Իսրայել ժողովուրդը 430 տարի Եգիպտոսի մեջ գերության մեջ էր եւ ամբողջ այդ 430 տարին տանջվում, տառապում էին որպես ստրուկներ, ապրում էին Եգիպտոսում եւ տեսնում ենք, որ ինչքան գնում էր օրերը տարիները երկարում էր, այնքան նրանց վրայի լուծը, ծանրությունը բարձրանում էր, շատանում էր։ Եվ այդ ժողովուրդը էլ չէր կարողանում ֆիզիկապես այդ ցավը, տանջանքը, տառապանքը տանել եւ սկսեցին աղաղակել Աստծուն։ Սկսեցին կանչել իրանց հայրերի Տեր Աստծուն եւ սկսեցին կանչել եւ Աստված կանչեց Մովսեսին։ Երբ որ Մովսեսի հետ խոսեց, ասեց. «Ես լսեցի իմ ժողովրդի աղաղակը, ես լսեցի նրանց տանջանքն ու տառապանքը եւ քեզ ուղարկում եմ, որ գնաս, որպեսզի Եգիպտոսի երկրից իմ ժողովրդին ազատես, որ քո ձեռքերով ես ողորմություն ու թողություն տամ այդ մարդկանց փրկություն տամ»։ Եվ երբ որ Մովսեսը գնաց թագավորի մոտ, փարավոնի մոտ եւ ասեց, որ թույլ տուր, որպեսզի Իսրայել ժողովուրդը դուրս գա Եհովա Աստծուն պաշտելու։ Եվ Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, որ փարավոնը սիրտը խստացրեց։ Եվ Աստված էլ խստացրեց փարավոնի սիրտը, եւ փարավոնը թույլ չէր տալիս։ Եվ տեսնում ենք, որ 10 պատուհասներ եկավ Եգիպտոսի երկրի վրա։ 10 հարվածներ եկավ, տարբեր հարվածներ եկավ, եւ վերջի հարվածը ամենասարսափելին ու ավելի ցավալին էր, որ Աստված խփեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին, մարդից մինչև անասուն։ Եվ այդ օրը, երբ որ դուրս էր գալի Իսրայելը, այդ օրը չկար մի ընտանիք, որի մեջ ողբ, սուկ, աղաղակ չլիներ, սկսած փարավոնի տանից մինչև նրա ծառաների տունը։ Ինչու՞, որովհետև Աստծո խոսքը կատարվեց։ Ինչ է նշանակում զատիկ քուրեր եղբայրներ։ Այսօր մենք դարեր շարունակ, տարիներ շարունակ եկել է մեր ծնողներից, մեր պապերից ձուններ կում ենք, ուրախանում ենք, մանավանդ հմեզ վերջի տարիների մեջ լավ ասենք տոնակատարություն ենք կատարում, շատ լավ է դա, բայց իրականության մեջ շատ-շատերը չգիտեն ինչ է զատիկ։ Զատիկ դա ձուն ներկել չի, մենակ եկեղեցի գնալ, ասենք աղոթել, հավաքույթ անել, գնալ չի, դա խորը մեծ պատմություն ունի եւ խորը իրողություն է։ Զատիկ նշանակում է անցնել, այսինքն զատիկ նշանակում է անցնել, ազատվել, ազատագրվել։ Ինչ տեղի ունեցավ ժողովուրդ ջան։ Ահա տեսեք Ելից 12-րդ գլխի առաջի համարից պետք է կարդամ մինչև 14 համարը, ձեր համբերությունը չարաշահելով, այսպես ասում Տիրոջ խոսքը.
Եվ Եհովան խոսեց Մովսեսի եւ Արոնի հետ Եգիպտոսի երկրում ասելով. այս ամսի ձեզ համար ամսիների սկիզբ լինի։ Ասում է այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի։ Ինչ էր տեղի ունեցել, որ մինչև այդ ինչքան տարիներ, օրեր, ամիսներ կար, ասում է սաղ պետք է ջնջվի, սաղ պետք է վերացվի։ Այս ամիսը ձեզ համար տարիների ամիսների սկիզբ պետք է լինի, որովհետև Տերը մի հատ նոր բան պետք է աներ, որպեսզի ազատագրեր այդ ժողովրդին գերությունից, ստրկությունից, եւ այդ գործը պետք է կատարեր, եւ դրա համար ասում է տարիների ամիսների սկիզբ լինի։ Ձեզ համար տարիների ամիսների առաջինը լինի նա։ Իսրայելի բոլոր ժողովրդի հետ խոսեցեք եւ ասեք. այս ամսի 10-ին ամեն մեկը իր համար մեկ գառ առնի, իրենց հայրերի տների համեմատ, տունը մեկ գառ, եւ եթե մեկ տան մեջ գառի համար քիչ լինի, թող նա իր տան մեջ եղած դրացու հետ հոգիների թվի համեմատ առնե։ Ամեն մեկը իր կերածի չափ հաշվի առնե գառի վրա, ձեր գառը անարատ լինի, 1 տարեկան լինի, ոչխարներից կամ այծերից առեք, եւ պայեցեք ձեզ համար մինչև ամսի 14-րդ օրը, եւ Իսրայելի ժողովրդի բոլոր բազմությունը մորթեն նրանց իրիկվա դեմ, եւ արունը առնեն եւ տների երկու կողմերին դրանդիկների վրա սեմին քսեն, ուր որ նրանք պիտի ուտեն, եւ միսային գիշեր ուտեն, նրանք կրակի վրա խորոված եւ բաղարջով ուտեն լեղի խոտերով, նրանց հում կամ ջրի մեջ եփած չուտեն, այլ կրակի վրա խորոված, նրա գլուխը, ոտքերը, փորոտիքը մեկտեղ ուտեն, եւ նրանց մի բան չթողնեն մինչև առավոտ, նրանց մինչև առավոտ մնացածը կրակով այրեն, եւ այսպես ուտեն նրան, ձեր գոտիները ձեր մեջքերին, եւ ձեր կոշիկները ձեր ոտքերին, եւ ձեր ցուպը ձեր ձեռքերին լինի, եւ նրան շտապելով ուտեք, նա զադիկ է Եհովային։ Եվ այն գիշեր Եգիպտոսի երկրով պիտի անցնեմ, եւ զարկեմ Եգիպտոսի երկրի ամեն առաջնեկների մարդից մինչև անասուն, եւ Եգիպտոսի բոլոր աստվածների վրա դատաստան պիտի անեմ ես Եհովաս, եւ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա, երբ որ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ, եւ հարվածը ձեզ վրա պիտի չկա ձեզ կորցնելու համար, երբ որ Եգիպտոսի երկիրը զարկեմ, եւ այն օրը ձեր հիշատակի համար լինի, եւ տոնեցեք նրան տոն Եհովայի համար, ձեր սերունդների մեջ հավիտենական կանոնով տոնեք նրան։ Օրհնյալ է Տերը, քուրեր եղբայրներ։ Ինչ ասում Տերը։ Մի հատ նոր բան անում, ասում է ձեզ համար նոր տարի, նոր օր, նոր սկիզբ պետք է լինի։ Եվ ասում է վերցրեք մի հատ գառ, որը պետք է անարատ լինի, որի վրա ոչ մի արատ պետք է չլինի։ Եվ այսօր մենք տեսնում ենք ժողովուրդ ջան, այդ գառը խորհուրդն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որտեղ Սուրբ Գիրքը այսպես է հիշեցնում, արդար մեկն է չկա, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից ընկան։ Եվ այդ անարատ գառը մորթվեց մեզ համար։ Եվ ինչ էր պայմանը։ Ասում է ես այդ գիշեր պետք է անցնեմ բոլոր Եգիպտոսի երկրով։ Եվ ում տան դրան սեմին ու գրանդիկներին այս արունը քսված չլինի, պետք է ներս մտնեմ ու հարվածեմ։ Լաբերեք մի քանի րոպե խորենք, քուրեր եղբայրներ։ Ինչ ձևի մարդիկ էին այդ տան մեջ ապրեն, այդ տների մեջ։ Մենք գիտենք, որ այսօր ամեն տեղ էլ ամեն կարգի մարդիկ կան։ Հարբեղցողներ էլ կան, գողեր էլ կան, ամբարոներ էլ կան, մարդասպաններ էլ կան, սուրբեր էլ կան, ամեն կարգի մարդիկ կան։ Հազար ներողություն եմ խնդրեմ, մեր հայկական մի հատ խոսք ունենք, ասում է գեղ կեղնի, որ շունչ եղնի, չէ՞։ Այսինքն ամեն ձևի մարդիկ էլ կան։ Միշտեղ Աստծո խոսքը ինչ ասում։ Աստված չի ասում, որ ես սուրբին կփրկեմ, մեղավորին կսպանեմ, կամ ես որ քիչ հանցանք արի սրան կօգնեմ, այն որ շատ արեն նրան դես գցեմ։ Ինչ ասում Տերը։ Ինչն է պայմանը։ Ասում է ամեն ընտան դրան սեմի ու դրանդիկների վրա, եթե արյունը ես տեսնեմ, ես կանցնեմ։ Իսկ որտեղ որ չլինի, ես պետք է ներս մտնեմ։ Հիմա պատկերացրեք մեկը սուրբ կյանք էր ապրում եւ ասում էր լրիվ Աստծուն հավատում էր Եհովային, անկախացած, անկախ պետություն էր, անկախ անձնավորություն էր, այսօր էլ կան թե չէ ճակերտներով սուրբ էր։ Հիմա ասենք, այս մարդն ասեր, ես հավատում եմ Եհովային, ես պաշտում եմ Եհովային, ես Տերը ինձ պետքա փրկի։ Ինչ է կարծեմ, եթե այդ արյունը այդ մարդի դրան սեմերին ու դրանդիկներին չլիներ, հրեշտակը այդ մարդին տուն կմտներ զարկելու թե չէ։ Նա պիտի մտներ։ Որտեւ Աստված պայման էր դրել, պայմանը դրանդիկների եւ սեմի վրա գառի արյունն էր։ Եվ այսօր քուրս ու աղբերս,
Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, որ երկրի վրա ու երկնքում մարդկանց ուրիշ անուն չկա տված, որով որ կարող լինե փրկվել, մի անուն է տված. Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո հավիտենական Աստծո անունը։ Եվ այն Քրիստոսը այն գառ անարատ, որ մորթվեց, այդ սեմերի վրա որ քսվեց, այսօր այդ Քրիստոսի արյունը կենդանի հոսում է։ Եվ այն մարդը, ում վրա որ այդ արյունը քսված չի, այդ մարդը փրկություն չի ունենալու։ Այսօր կարող է մարդը իր համար ասենք հավատա, հանգիստ ապրի, ամեն ինչ նորմալ է, բայց մի օր կա ժողովուրդ ջան, որ պետք է այդ տարբերությունը երևա։ Եվ մի օր կա, որ Աստված պետք է այցելություն անի։ Մարգարեն այսպես ասում է, հրեշտակն անցավ ասավանցի Երուսաղեմ քաղաքով։ Եվ այն քաղաքի մեջ, ում ճակատներին, որ կնիքը դրված չեղավ, նրան ինչ արա, խոցի։ Ում վրա որ այդ կնիքը արյան դրված է, նա պետք է փրկվի։ Եվ այսօր քուրեր եղբայրներ, մենք ստեղից շատ ենք, լավ ենք տեսնում Արարատ լեռը մեր, շատ ժամանակ տեսնում ենք, երբ որ գնում ենք, ինչքան էլ նայում ենք այդ լեռը նայում ենք։ Եվ ինչ է հիշեցնում այդ լեռը։ Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, որ աշխարհի առաջի աշխարհը ջրով անցկացավ։ Եվ փրկվեցին այն մարդիկ, ովքեր որ մտան այդ տապանի մեջ։ Եվ Սուրբ Գիրքը նաև հիշեցնում է, որ երկրորդ աշխարհն է պետք է անցնի։ Եվ այս անգամ փրկվելու են ոչ թե ջրից կամ տապանով, այլ այս անգամ փրկվելու է նա, ով որ Հիսուս Քրիստոս տապանի մեջ է։ Իսկ Հիսուս Քրիստոս տապանը երկրի վրա դա Քրիստոսի եկեղեցին է։ Որտեվ Տեր Հիսուսն ասեց, եկեղեցին իմ մարմինն է, եւ ես էլ եկեղեցու գլուխն եմ։ Այսինքն մարդիկ, ովքեր որ Քրիստոս եկեղեցու մեջ են մտնում, ովքեր որ Քրիստոսի արյան շնորհիվ թողություն ու փրկություն են առնում, նրանք ունենում են այդ բացառիկ հնարավորությունը փրկության ու երկինք գնալու։ Դա համար ժողովուրդ ջան, թող Սուրբ Հոգին օգնի, որ մենք հասկանանք, որ միայն փրկությունը, միայն ազատագրումը, միայն մարդուն հավիտենական կյանք տալու եւ դժոխքի երկնային ազատելու, երկնային թագավորության մեջ տանելու միակ մի միջոց կա, դա Գողգոթայի խաչն է, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ։ Որտեղ Սուրբ Գիրքը հիշեցնում է մեզ, Տեր Հիսուսը հայտարարեց, դեռ իր ֆիզիկապես երկինք գնալուց, տառապելուց, չարչարվելուց առաջ, այսպես ասեց. ով որ իմ մարմինն ուտի, իմ արյունը խմիրա մեջ կյանք ունի։ Իմ արյունը խմողը, իմ մարմինն ուտողը հավիտենական կյանք ունի։ Ինձ հավատացողը թեև մեռնի, պիտի ապրի։ Եվ ասում է, որ իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմիրա մեջ կյանք չունի։ Քուրեր եղբայրներ, այդ խորհուրդը Քրիստոսը իր խաչի մահով հարությունով բերեց։ Եվ երբ որ Քրիստոս հարություն առավ, Արմեն եղբայրը հիշեցրեց, այդ գերեզմանի քարը մի կողմ գլորվեց։ Եվ գիտեք ինչ եղավ, մի հատ այնտեղ շատ լավ մի հատ նյուանս կա, ասում է եւ հրեշտակ այդ քարի վրա նստեց։ Գիտեք ինչի համար նստեց, որ այն խափանանքը, այն որ սատանան արգելքը դրել էր, խապկանքը դրել էր, գերեզմանը դրել էր, քարով կնքել էր, որ այնտեղից ոչ մեկը դուրս չկա, Քրիստոս դուրս եկավ։ Եվ այդ հրեշտակը այսօր այդ սատանայի խապկանքի վրա նստած է։ Եվ կատարվում այսօր Հովանու ավետարանի այն սքանչելի համարը 3:16, որ ասում է, ով որ նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Դա համար թող Տերը փառավորվի, սիրելիներ, որ մենք հավատքով մոտենանք Տիրոջը։ Երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, մենք տեսնում ենք 4-րդ Թագավորաց 23-ի մեջ, ես ժամանակի պատճառով չեմ կարդում 21, 22, 23 համարները, երկրորդ մնացորդած 35-ի 6 համարը, որ մարդիկ հավատքով այդ զատիկն արեցին, որ մարդիկ Աստծո խոսքի համապատասխան այդ զատիկն արեցին։ Այսօր էլ քուրեր եղբայրներ, փրկությունը Աստծո խոսքի միջոցով է։ Այսօր փրկությունը լեզվի խոսքով չի։ Մեռնեմ քեզ Հիսուս ջան, հավատում եմ, ոնց որ Սուրեն եղբայրն ասավ, այս ասելով են ասելով չի։ Քրիստոնեությունը դա կյանք է, որ պետք է ամեն մեկը կենթանի այդ հարուցյալ Քրիստոսին իր կյանքի մեջ ունենա, եւ այդ կյանքը պետք է ի հայտ գա։ Եվ եթե այսօր Քրիստոս կյանքը քո մեջ չի ձևավորվել, այսօր եթե այդ լույսը քո սրտի մեջ չի ծագել, ու քո շրջապատի մեջ այդ լույսը չի տարածվում, եւ քո տանից սկսած քո շրջապատի մեջ այդ կյանքը չի երևում, դու խաբված ես։ Ինչքան էլ հավատաս, ինչ էլ անես, օգուտ չունի։ Դա համար Տերը թող օգնի, որ մենք այս զատիկը, որ մասնակցում ենք, կարողանանք մասնակցել մաքրությամբ, ճշմարտությամբ։ Ովքեր պետք է ուտեն այդ զատկին, ժողովուրդ ջան, ովքեր կարող են այդ փրկությունը արժանանալ, ելից Եզրասի 6-րդ գլխի 20-21 համարի մեջ, ելից 12-ի 48-ի մեջ ասում է, որ նրանք ովքեր որ մաքրված են, նրանք ովքեր որ սրբված են,
նրանք իրավունք ունեն այդ զատկից ուտելու։ Այսինքն ինչ խորհուրդ ունի սա։ Եթե մարդը հավատքով չի ընդունել Քրիստոսին, մարդը իր մեղքերը չի զղջացել, իր մեղավոր վիճակը չի բերել Տիրոջ առջև, չի թողել իր մեղավոր վիճակը ու չի զղջացել, չի աղաղել Տիրոջը ու ջանք չի արել այդ վիճակից դուրս գալու, ինչքան ուզի ձուներգի ուտի, օգուտ չունես մարդին։ Օգուտ չունի, ինչքան ուզի ես մարդը հավատա, ինչ որ հավաքույթներ գնա, ինչ որ գիրք կարդա, ինչ որ աղոթ քանի, եթե մարդը սրտան չի զղջացել, եթե մարդը չի խոնարհվել, իրան չի տեսել Քրիստոսի լույսով, ինչու որոշել Քրիստոսի հետևից գնա, այս զատիկ այս մարդի համար գոյություն չունի, որովհետև Տեր Հիսուսը ինք օրինակ բերեց, ասում է եւ վերջի օրը շատերը պետք է գան։ Եվ ինչ պետք է ասեն։ Պետք է ասեն Տեր, քո անունով այս հրաշքներն արեցինք, այս զորություններն արեցինք, այս բաները գործեցինք, բայց Տերը շատերին պետք է այսպես ասի. Մեկդի գնացեք, բոլոր անօրինություն գործողներ, որովհետև ես ձեզ չեմ ճանաչում։ Բարեկամներ, թող Սուրբ Հոգին օգնի, որ այդ հարության Քրիստոսը իրոք մեր սրտերի մեջ լուսավորի։ Վեր մեր խավարած մութ սիրտը իր լույսը ծագի, որովհետև այդ լույսը մեր մեջ գալով մենք մեզ տեսնենք, մենք ճանաչենք մեզ, տեսնենք մեր սխալները, տեսնենք մեր թերությունները, տեսնենք մեր տկարությունները եւ խոնարհվելով այն լույսը, որ Աստված դրել է, այդ հնարավորությունը, որ տվել է, նորից իրան գալով կարողանանք փրկություն ու թողություն գտնենք։ Այս զատիկը արտելու է նրա վրա, որտեվ եթե մարդը մաքուր չէր, նա չէր կարող ուտել։ Եվ տեսեք ինչ ասում, այդ զատիկը պետք է ուտեք, ձեր գոտիները ձեր մեջքին, ձեր կոշիկները ձեր ոտքերին, ձեր դուփը ձեր ձեռքերին, լինելով շտապելով ուտեք։ Երբ որ մենք նստում ենք միտեղ հաց ուտելու, պալտոնով, քակնված, գլխարկով, բան սեղային, չէ՞, տան մեջին։ Հանում ենք այդ սաղ շորերը, հանգիզ նստում ենք ազատ, բայց ինչ ասում սա ժողովուրդ ջան։ Ինչ խորհուրդ ունի, ցուպը ձեռքին, շտապելով, գոտին կապած, ինչ խորհուրդ ունի սա։ Սրանք մեծ խորհուրդներն են, եսագիր ճանրադառնամ ու ասնենք, ասում է ձեր գոտքին, ձեր մեջքին կապած։ Այսինքն Պետրոս առաքյալը գրում է, ասում է ձեր մտքի մեջքը նորոգված։ Մենք պետք է ժողովուրդ ջան, մեր միտքը ամուր, նորոգած, որ հասկանանք ու իմանանք, որ Քրիստոսի զատ ուրիշ փրկություն չկա, իսկ Քրիստոսը իր խոսքն է, որ Աստված իր խոսքը իր անունից բարձր դրեց։ Եվ եթե մարդ ուզում է հասնել այդ փրկության, նա պետք է այդ գոտին կապի իր մեջքին։ Այսինքն նրա միտքը պետք է նորոգվի Քրիստոսի խոսքով։ Ասում է շտապելով ուտեք, ինչ անշանակում շտապելով եւ գավազանը ձեռքին։ Շտապելով այսինքն Սուրբ Գիրքը ասում է այսօր է օրը փրկության։ Եթե դու նրա ձայնը լսում ես, մի քցի վաղվան, որովհետև մեզանից ոչ մեկը չգիտի, որ այս դալիճից դուրս եկավ, իր այդ ինչ է լինելու։ Միգուցե այսօր ինչ որ մեկի վերջի օրն է, միգուցե իմ վերջի օրն է, միգուցե որից է մեկի, դրա համար մենք այսօրվանը վաղը չենք գցելու, որովհետև երեկվա օրը մերը չին անցավ, իսկ վաղվա օրը մենք չգիտենք։ Դերն ասում է այսօր է օրը, երբ որ դու նրա ձայնը լսում ես, մի խստացնի քո սիրտը, շտապի նրան ընդունելու, շտապի նրան ընդունելու։ Եվ ասում է քո ոտքերը թող շտապեն։ Եվ գավազանը ձեռքիդ, այսինքն ինչ է այդ գավազանը։ Այդ գավազանը խորհուրդն է Քրիստոսի իշխանության, Քրիստոսի զորության։ Ես Սուրբ Գիրքը հիշեցնում է եւ փառք է տալիս ասուն եւ ասում է, որ նա մեզ սատանայի իշխանությունից տեղափոխեց իր որդու Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ։ Եվ նա այսօր որ տանջվել է, այսօր որ տառապել է, չարչարվել է, այսօր որ դարդի ցավի մեջ է, անկախ նանից ով ես դու, քուրս ու աղբերս, դու այսօր հնարավորություն ունես ազատագրվելու այդ տառապանքներից։ Քու երկար տարիների սրտի մեջ եղած ծածուկ ցավից ու տանջանքից, որ ոչ մեկը չի կարողացել քեզ օգնել, որ այդ ցավը մեղ կանոնությունը քեզ կրծել է, տառապացրել է, ցավացրել է, որ ոչ քո կինը գիտի, ոչ քո ամուսինը, ոչ քո ծնողը, բայց այսօր դու ունես այդ հնարավորությունը դրանից ազատվելու։ Այդ հնարավորությունը Քրիստոս այսօր տալիս է քեզ։ Այդ իշխանությունը նա տալիս է քեզ, որ սատանայի իշխանությունից ազատելով քեզ, բեր իր որդու Հիսուս Քրիստոսի թագավորությանը իր զավակ կոչվելու։ Այդ զատիկը դրա համար էր, այդ հարության տոնը դրա համար էր։ Թող Սուրբ Հոգին օգնի մեզ, որովհետև առաջի Կորինթացիս 5-րդ գլխի 7 խոսքի մեջ էսպես ասում. մեր զատիկը Հիսուս Քրիստոս մորթվեցավ։ Ինչի համար իմ մեղքերի, քո մեղքերի, մեր անցանքների անօրինությունների համար նա մեռավ ժողովուրդ ջան։ Այո, նա մորթվեցավ։ Այդ անարատ գառը, որ Սուրբ Գիրքը ասում է, բոլորը մեղանչեցին, Աստծո փառքից ընկան, որ մենակ Քրիստոսն անարատ ամբից Աստված սուրբ կատարյալ նա մեռավ քո մեղքերի համար։
իմ մեղքերի համար, որպեսզի ինձ ու քեզ ազատի եւ տա, այդ զատիկը մորթվեց։ Այսօր այդ արյունը խոսում է։ Այսօր այդ արյունը դեռ խոսում է։ Այսօր ում դրա որ այդ դրամդիկների սեմի վրա քսված չի, ում սրտի դրամդիկների ու սեմի վրա Քրիստոսի արյունը քսված չի, այդ հնարավորությունն ունես։ Վաղը միգուցե այդ հնարավորությունը չունենաս։ Սա է զատիկը։ Նա այսօր ստեղ կենթանի է, որպեսզի քեզ ազատի։ Այսօր նա անցնում է քու կողքով։ Այսօր նա կանգնած է քու սրտի դրանն ու թակում է, որով որ բացի ներս մտնի ու նրա այդ ընթրիք անի, որ քեզ տա հավիտենական ապագան, որ քեզ տա հավիտենական փրկությունը ու խաղաղությունն ու ուրախությունը քո սրտին։ Դա համար ես պետք է խնդրեմ այժմ մեր եկչախմբին մի հատ երգեն եւ խնդրում եմ որ եկեղեցին կանգնի ոտքի եւ այն հոգիները, որոնք որ իրոք կարիք ունեն ազատվելու, ովքեր որ մեղքի կապանքների մեջ են եղել, ովքեր որ տառապանքի ցավի մեջ են, ովքեր որ առաջի անգամ են ցանկանում են, որ այդ հարուցյալ Քրիստոսը իրանց կյանքի մեջ գա, ովքեր որ ուզում են որ այդ մեծ քարը, որը որ արգելում է իրանց գերեզմանից դուրս գալու, մեղքից ազատվելու, թող առջև գան, պետք է աղոթք անենք եւ Սուրբ Հոգին ստեղ ստա, որպեսզի մեզ օգնի։ Ես խնդրում եմ որ սպասավոր եղբայրները բարձրանան վերև, երկի ընթացքում եւ մենք Կաղոտ կանենք ձեզ համար, համարցակ մոտեցեք ժողովուրդ, այսօր փրկության օրը, վաղը միգուցե հնարավորությունը չունենաս, այսօր սատանան քեզ պիասի ուր ես գնեմ, վայ քեզ ճնանչում են, կասեն մեղավոր է, թող ասեն, ես եմ մեղավորների գլուխը, ես եմ ամենատկար այլանդակը, որտեղ Աստված ողորմած է, նրա համարով մեղավոր է, Աստված չի եկել արդարների համար, Աստված չի եկել սուրբերի համար, նա եկել է որ մեղավորներին փրկի, նա եկել է որ մեղավորներին սուրբ դարձնի, նա եկել է հիվանդներին բժշկի, որտեղ եկեղեցին դա հիվանդանոց է, եկեղեցին դա բաղնիք է, որ ամեն հիվանդ մարդ գնալով հիվանդանոց բժշկություն է գտնում, այդպես էլ ամեն անկեղծ Աստծուն կանչող այսօր թողություն ու փրկություն է գտնելու, այսօր ամեն մեղավոր կեղտոտ իրան ընդունելով, այստեղ Քրիստոսի արյունով մաքրվելու, սրբվելու, ազատագրվելու գնալու համար է, օրհնյալ է իր անունը։